Երևանի սրտում, այս շենքում ու այս բակում բազմաթիվ մեծ գաղափարներ են ծնվել։ Ռուբեն Վարդանյանը արթնանում էր դեռ լույսը չբացված, ընկերներն են հիշում։ Տաթևի վերածնունդը Ավրորան UWC Դիլիջան քոլեջը, որ ոչ միայն համահայկական նշանակության, այլ միջազգային մասշտաբի նախաձեռնություններ են, ծնվել ու զարգացել են այստեղ։ Ու նախքան ընկերները մտերիմները կսկսեն երկխոսությունը Ռուբենի հետ, հնչում է Հորացիոն։ Երգահան բանաստեղծ Մարինե Ալեսի 17 տարի առաջ գրած այս երգը հնչել է եղբոր Ռուբեն Վարդանյանի 40-ամյակին։ Ծանր սպասում է, բայց միևնույն ժամանակ հարազատներին հենց ինքը Վարդանյանն է հույս տալիս ու գոտեպնդում իր խոսքով, ուղերձներով, լայնախոհությամբ։ Համոզված են, նրան անգամ Բաքվի մութ ու խոնավ բանտերը չեն կոտրում, կամքնամուր է, ձգտում է միայն դեպի բարին։ Երբ որ խոսում եմ հեռախոսով, ես ոչ մի անուն չեմ տալիս, համենայն դեպս, բայց միշտ բարևները հաղորդում եմ, ասում եմ Ռուբեն ջան, քեզ բարևում են, քո համար աղոթում են։ Ինքը ինձ ասեց, Մարին, ես դա զգում եմ, հավատացեք այն ինչ որ մենք այստեղ անում ենք հիմա, ինքը այնտեղ դա զգում է։ Հավաքվածները, որ Վարդանյանի տարիների ընկերներն են, գաղափարակիցները, նաև մարդիկ, ովքեր գուցե մեկ անգամ են հանդիպել նրան, միևնույնն է չեն դժվարանում երկխոսել բարերարի հետ, անգամ այն դեպքում, երբ նա ժամանակավորապես հեռու է։ Բաքվից հնչող ուղերձների միտքն ու ասելիքը հստակ է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Վարդանյանի համար արժեքները չեն փոխվում, առաջնահերթությունները ևս։ Նա սովորեցնում է սեփական օրինակով։ Պետք է գործել սեփական օրինակի հիման վրա։ Միակ բանը, որ կարող ես անել, դա սեփական օրինակն է։ Այսինքն ես այսպես եմ անում, տեսեք եւ դուք էլ այդպես արեք։ Եվ նրա Արցախ գնալը շատ բանով այստեղ է, ուրեմն դրա հետ էր կապված։ Զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Այս նախադասությունը 100% զուտ մաքուր Ռուբեն Վարդանյանն է։ Ավելի քան 30 տարի է Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը ճանաչում Վարդանյանին, ասում է. Վարդանյանը վտանգավոր աստիճանի համարձակ է, դրա հիմքը անսահման հավատն է, հավատ, որը ուժի ամուր վկայությունն է։ Հոգևորականն ասում է, այն վախկոտների համար չէ, Վարդանյանը հաղթահարել է բոլոր վախերը։ Ռուբենը այդ առումով դաս տվեց եւ օրինակ հանդիսացավ ուղղակիորեն բոլորի համար։ Եթե այսօր Աստված ձեզ շանս է տվել եւ դուք ունեք հնարավորություն, ծառայեցրեք դա կրթությանը։ Տառապանքը մարդուն բուժում է ու երբ սեղմվում է օղակը, ավելի է սամբրանում։ Վարդանյանը Բաքվի բանտի իր ուղերձներով արդարամիտ, մարդասեր ու հայրենանվեր գործով ապացուցում է իր կամքի ուժը կոտրել հնարավոր չէ, ծնկելու մասին խոսք լինել չի կարող։ Ասում են չէ մեծ նավին մեծ ճանապարհ։ Մեծ նավի վրա մեծ քարեր են գցում։ Ռուբենին մեծ քարերով են խփում։ Համար մենք Ռուբենին պիտի մաղթենք ուժ Կորով կարողություն, որպեսզի նա դիմակայի, որովհետև նա պիտի իմանա, որ իրեն նայում է մի ամբողջ հայություն։ Չկորցնել հավատը, ինչպես ինքը Վարդանյանը չի կորցրել, ապրել պատվով ու երբեք չխեղճանալ։ Սա է բարերար Ռուբեն Վարդանյանի պատգամը, որ պետք է ամուր պահել, մինչև կլինի արդար վերադարձ։ Տիգրան Ույգուրղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։